մենք շատ ուշադիր պիտի լինենք բովանդակության նկատմամբ։ Հայաստանում մարդիկ ծանոթություններ էլեկտրոնային թե թղթային միշտ ընկալում են որպես նեգատիվ ինֆորմացիա։ Դա մեծ պրոբլեմ է, եթե մենք նայում ենք Էստոնիային եւ նույնիսկ Ռուսաստանին, իրանց մոտ էլեկտրոնային հաղորդակցության տիրույթում, վստահ եմ նաև զարգացած երկրներում ինֆորմացիայի 90%-ը պոզիտիվ է քաղաքացու համար։ Լավ բաներ է ինքը պետությունից լսում, լավ խաբարներ է ստանում, ըստ այդմ բոլորը մոտիվացված են ունենալ մասնակից լինել հարթակի, ունենալ կոմունիկացիա պետության հետ։ Մեր մոտ եթե պետությունը քեզ ծանոթությունով փնտրում, անպայման մի պրոբլեմ հետը տեղի կունենա, բայց մենք սրա մասին պիտի լուրջ մտածենք։ Ժպիտով է պետք ուղարկել այդ ծանոթությունը։ Սմայլիկ է։ Բանակ տանելուց մի հատ սմայլիկ դնենք, որ մի քիչ պոզիտիվ տոն տանք ծանոթություններին։ Ասենք հետախուզման մասին ժպիտով պետք է ծանոթում ուղարկել։ Վարչապետ, իրոք անկեղծ է մենք ուղղակի շատ դեպքերում շատ պոզիտիվ բաներ անում ենք, բայց չենք հաղորդակցվում մարդկանց հետ։ Այսինքն թոշակառուի հետ չենք շփվում, նպաստացողի հետ չենք շփվում, ու դա բերում է նրան, որ այդ մարդիկ մեր հետ էլեկտրոնային հաղորդակցություն չունեն, ու մենք մտածում ենք ինչ անենք, որ պարտավորեցնենք